Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօրվա տեսանյութը նույնպես կոչվում է ադրբեջանամետ բլոգերները Հայաստանում։ Այսօր խոսքը գնում է մեկ այլ բլոգերի մասին, որը գտնվում է ֆիզիկապես Ադրբեջանում, ներկայանում է որպես ադրբեջանցի, բայց ամբողջ իր աշխատանքը ուղղված է Հայաստանին, Հայաստանի դեմ։ Դրա անունը այսպես կոչված այս այլանդակ դեմքն է Քամրան Ռազմավար։ Այս այլանդակ նարկոման դեմքի մասին այսօր պետք է ասեմ, սա նորություն չի, շատերը գիտեն դրա մասին, նորություն չեմ ասում, որ ադրբեջանամետ է, դա պարզ է, բայց հիմա դրա տված վնասը եւ ոնց դրա դեմ պայքարենք։ Տեսեք, եթե այն անցած անգամ որ ասում էի երկու բլոգերի մասին, նրանք լավ գոնե ազգությամբ հայ էին, ու չնայած մեկը Թուրքիայում, մեկը Հայաստանում, բայց ինչ որ մի հատ մասա կար, ովքեր տենց էլ իմ ասածը չհավատացին, չմտավ, չհասավ տեղ, մի բան էլ ինձ սկսան հայհոյել մի փոքր մասա, ովքեր որ իրոք գիպնոզի տակ են, մնացած հիմնականը հասկանում են ինչ եմ ասում։ Ինձ էլ սկսան ասել Թուրքիայի բլոգեր, չգիտեմ, Ռուսաստանի բլոգեր, մյուս մի խոսքով։ Մի հատ այդ մասան լավ, որ դրանց հավատում է, եկեք սենց էլի ֆիքսենք մի հատ, լավ, հələ գոնե դրանք հայ են, հավատում է։ Հիմա այս մեկը թուրք է, ադրբեջանցի է, բայց սրա տված վնասը ահավոր ավելի մեծ է, քան թե նրանցը։ Նայեք, նրանց աուդիտորիան փոքր է։ Նրանց աուդիտորիան այսպես սրա համեմատ էլի, մեկինը 5000 է, մեկինը 7000 է, դրանց տարածած ինֆորմացիան շատ մեծ քանակի չի տարածվում։ Այս Քամրան Ռազմավարի աուդիտորիան 150,000-ից ավել է։ Հիմա այսա մի հատ ուզում եմ դրա պատմիչների մասին ասեմ։ Տեսեք, սա աշխատում է մենակ Հայաստանի համար։ Ադրբեջանում, Թուրքիայում ինքը պոպուլյարնի չի, իրանց դա ինքը ոչ էլ հետաքրքիր է։ Էսի ամբողջությամբ ուղղում են մեր վրա սրա աշխատանքը, տեսեք, հիմա բացել եմ իր այդ այսպես կոչված պակլոննիկները, պատմիչները 150,000-ից ավել։ Տեսեք, որից տեսնում եմ, որ 153-ը նաև իմ դրուզյաներից են, նաև պակլոննիկ են, պատմիչ են դրան։ Հիմա այստեղ կարդում եմ ազգանունները, էլի տեսեք, որը մենակ հայ է հիմնականը։ Ավետիսյան, Հայրապետյան, Ավագյան, Զաքարյան, Ֆիշեր, այսի չգիտեմ ինչ ազգա, Ղազարյան, Մելիքսեցյան, Մանասյան, հիմա ուզում եմ թուրք մանգամ չեմ գտնում, Հայրապետյան, Թովմասյան, Գրիգորյան, Արուցունյան, Ասկերով, մի հատ կտա, տեսեք, 10-ից ավել կարտացի մի հատ կտա, հետո Գեղամովնա, այսի հայա, Բադալով, այսի երևի թուրք կլինի, հետո գնացինք, Վարդանյան, Բաբայան, Սամվելովնա, հայա, Զենալով, մի հատ կտա թուրք, Մանուկյան, լավ, շատ սրա վրա գտնում, 10-ից իր աուդիտորիայի 10-ից մեկը թուրք է, 10-ը հայ են։ Տեսեք, հիմա սրա վնասը, հիմնական ինչ է կատարում այս բլոգերը, իր ամբողջ գործը, իմաստը, այսպես ասած, նրանում է կայանում, որ հայ ազգի մեջ, Հայաստանի բնակչության մեջ մտցնի ատելություն, մտցնի վախ, հիասթափություն ինքդ քեզնից, քո ազգից, խուճապ, էսա։ Բայց ինչի համար է սա անում, սա արվում է 20 թվից սկսած, սա արվում է հատուկ, որպեսզի վաղը միսօրը, եթե նորից, եթե կարիք լինի ինչ-որ մարտական գործողությունների, սրա հիման վրա նույնպես իրանք հասնեն հաջողությունների, սա նույնպես շատ մեծ ազդեցություն է թողում, 2020 թվականը դա ապացուցեց, նաև Արցախի վերջի հայաթափման ժամանակ այդ ամեն ինչը ազդել է սրա վրա։ Հիմա ուղղակի երկու բառով ասեմ, իր ասածները ես չեմ ուզում ինչ-որ մեկնաբանեմ, ուղղակի մեր համար եմ ասում, էլի հայերի համար եմ ասում, դուք որ լսում եք շատերը, նաև ես ահագին մարդկանց հետ խոսացել եմ, մարդիկ իրոք հավատացել են, որ հայերը պատմություն չունեն, էս չունեն, են չունեն, սաղ թուրքական է, նորմալ խելքով մարդու համար դա երբ ծիծաղելի է, բայց մի բան է լացելու բան է, որ քո հայրենակիցը դրան հավատացել է։
Ես մի հատ մի բան ասեմ այդ մասին, ես թուրքերին ապացուցելու ոչինչ չունեմ, ընդհանրապես իմ ուղղակի մի հատ բան ասեմ, որ ոնց կարա այն ազգը, որի համար հայը ստեղծել է գիր գրականություն, Մրտեյանը, ով որ չի իմանում ազգանունը, ամբողջ այս ժամանակակից թուրքերեն լեզուն ու թուրքական այդ բոլոր տառեր, ինչ որ կա չկա, սաղ ինքն է մշակել, այդ ազգը ոնց կարա գա ինձ ինչ որ բան սովորացնի։ Եթե իրանք ինչով կրթվում են, ինչով կարդում են, սովորում են, գրում են, այստեղ էլ այս սոցցանցերում նույնպես, այդ ամեն ինչը իրանց համար ստեղծել է իմ ազգը։ Վերջ այդ եմ ասում, դրանից ավել բան չեմ ուզում ասել։ Հիմա անդրադառնամ մենք ինչ սրա հետ կապված ինչ սխալ բաներ ենք անում։ Շատ-շատերը նաև, շատ-շատերը քիչ հատ որ նայում են իրան, հələ մի հատ էլ իրանց էջերում կիսվում են շատ-շատերը մեր հայրենակիցներից։ Ունենք նաև մի շարք հայ բլոգերներ, որոնք իրոք հայրենասեր են, ինչ որ մտածում են մի բանով օգնեն Եվ ընկնում են սրա խելքին ու սկսում են սրա հետ մտնել ինչ-որ դիսկուսիաների մեջ, բանավեճերի մեջ, ես չգիտեմ ինչ-որ տենց բաների ու ավելի են իր արածները բազմացնում, զարգացնում, իրանք չեն հավատում, ուզում են ինչ-որ մեկին բան ապացուցել, չունենք ապացուցել, նորից եմ ասում։ Այդ դրանով ավելի շատացնում են սրա այդ տեսանյութերը Մի հատ էլ մասսակա բլոգերները, ովքեր ուղղակի մտնում են սրա այդ կապի մեջ, որպեսզի իրանք էլ տենց դառնան պոպուլյարնի, այդպիսի բաներ, դա շատ վատ է։ Հիմա ասեմ ինչ ենք անում, որ այս սրա դեմը առնենք։ Ընդամենը պետք չի սրան ինչ որ պատասխանել, նայել, ընդամենը, որպեսզի սա վերանա այս դաշտից, այս մեդիա դաշտից։ Ընդամենը բլոկ են գցում, բոլորը, մեր հայրենակիցները, մեր հայերը բոլորը, եզդիները, եղբայրները մեր, ով որ դեմքը տենում է իր հեռախոսի մեջ, այս այլանդակ նարկաման դեմքը հենց տենում է, էլ առանց նայել բլոկ է գցում ու ինչ որ մի ամիս, երկու ամիս հետո սա զրոյանա ու վсё, էլ մեր վրա չի ազդի։ Նորից եմ ասում, դուք որ նայում եք բանման, դուք ծիծաղում եք, բայց մյուսները հավատում են շատ-շատերը ու շատ վատ ազդեցություն է վերջում թողնում։ Էսա Սրա պաշտպանվելու ձևը սա է։ Ես օրինակ ինչ եմ անելու, իմ շրջապատում ով ինձ ճանաչում է, ես իմ բարեկամ, հարազատ, ում հեռախոսի մեջ ես այս այլանդակ նարկաման դեմքը տեսա, համարելու եմ իմ անձնական թշնամի։ Հուսով եմ բոլորը հասկացան իմաստը ու սրա վնասը ու սրա ոչնչացնելու ձևը։ Դիսկուսիաներ պետք չի ոչ մի, ապա նորից ապացուցել ոչինչ չունենք ապացուցելու։ Մի քանիսը ասեմ, որ ինձ երկու բառով էլ ու վերջացնեմ, որ ինձ գրառումներ էին արել, վատ, ես ինչ որ կացկացում էին Թուրքիայի գործակալ, այն մեկը Ռուսաստանի գործակալ, ոչ մեկի գործակալը չեմ, ժողովուրդ ջան, ես ինչ որ անում եմ հիմա, ինձ նեղություն տալով եմ անում, իմ ժամանակն ու իմ ֆինանսներն եմ ծախսում, իմ գործողությունը միակ սա է, ընդամենը իմ չափով, ինչքան որ ես եմ կարողանում, զբաղվում եմ Հայաստանի անվտանգությունով, իմ չափով, մի քաղաքացու, հասարակահայացու չափով, համարում եմ դա իմ պարտքը եւ զբաղվում եմ դրանով։ Պետք եղած վաղ զենքով էլ զբաղվեմ, բայց հիմա քանի որ այս խառը վիճակը սենց է, անցել եմ այս գործերով եմ զբաղվում։ Չգիտեմ, խի մեր հատուկ ծառայությունները այս բլոգերների դեմը չեն առնում, ճիշտն ասած։ Կամ չեն ուզում կարողա չեն կարում, նաև երևի սենց պատճառ կա, ասենք չեն համարում, որ սա վտանգ է սպառնում ես, չէ, կարող է դրա համար։ Ես անձամբ համարում եմ, որ սա վտանգ է, դրա համար ես եմ զբաղվում, ես անձամբ զբաղվում եմ։ Հիմա դա իմ իրավունքն է, իմ ցանկությունն է, ես ուզում եմ դրանով զբաղվեմ, որ ինչ որ մի գոնե անվտանգային հարցեր լուծեմ։ Կխնդրեի նաև, որ բոլորը տեսանյութերը իմ տարածեք եւ անպայման բաժանորդագրվեք իմ էջին։ Քանի որ ես բացի այս բլոգերներից մի շարք բազմաթիվ անվտանգային խնդիրներ պետք է բարձրացնեմ, նաև լուծման ձևերն առաջարկեմ։ Տեսեք, հիմա այս մեկի ձևը ասում եմ, սա հաստատ գործող է, եթե բոլորս միասին սրան բլոկ գցենք, վերջ, լուծվավ, հարցը լուծվավ։ Հեշտ, հանգիստ, առանց ինչ-որ պրոբլեմի։ Էլ ինչ, վերջ, երևի այսքանը այսօրվա համար։ Շնորհակալություն, չմոռանաք անպայման բաժանորդագրվեք, այդ որ խփում եք դրուզիա եք տալի, չեմ կարում ավելացնեմ, քանի որ 5000-ից ավել չի թողում օրինակ այս Facebook-ը, դրա համար բաժանորդագրվելով արդեն կապի մեջ կլինենք։ Շնորհակալություն, ստեսություն։